Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է քաղաքի մի շարք փողոցների հիմնանորոգումներին, մասնավորապես անդրադարձ է կատարվել Շիրակացու փողոցին, որը կհիմնանորոգվի պետբյուջեի միջոցներով։ Այդ փողոցի աշխատանքները ներառվել են պետական բյուջեի ֆինանսավորման ծրագրում եւ պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ հիմա առաջիկայում կմեկնարկի նաեւ բուն շինարարական գործընթացի մրցույթային փուլը եւ առաջիկայում նաեւ շինաշխատանքներ կմեկնարկեն այդ փողոցում, որը Գյումրիի համար կարևոր նշանակություն ունեցող փողոցներից մեկն է։ Ընդհանուր առմամբ դուք ականատես եք եղել, որ բազմաթիվ փողոցներ այս ընթացքում տարբեր ծրագրերի արդյունքում նորոգվել եւ հիմնանորոգվել են Գյումրիում եւ առաջիկա տարիների ընթացքում այդ տեմպը ոչ միայն չի կրճատվելու, այլև ավելի է բազմապատկվելու եւ պետական բյուջեի ուղիղ ֆինանսավորմամբ եւ նաեւ պետական համաֆինանսավորման ծրագրով պետություն համայնք համաֆինանսավորմամբ։ Շարունակվում են անբարեկարգ մնալ նաեւ Գյումրի համայնքի Անի թաղամասի փողոցները, որոնց ասֆալտապատման աշխատանքներին թաղի բնակիչները արդեն երկար տարիներ է սպասում են։ Այս առումով Խուդատյանը նշում է ՎԶԲ եւ Համաշխարհային բանկի փողոցաշինական ծրագրերում ներառված աշխատանքները առաջիկայում կմեկնարկեն։ Մենք հետեւյալ պատկերը ունենք հանրապետության տարբեր քաղաքներում, այդ թվում Գյումրիում, երբ որ հարյուրավոր կենտրոնական փողոցներ եւ կարևոր թաղամասեր պատշաճ ուշադրության չեն արժանացել եւ 30, 40, 50 տարվա հողային կամ ասֆալտապատ ճանապարհներ եւ թաղամասեր ունենք։ Ձեր նշած թաղամասի մասով է սպային խճապատման աշխատանքներ են իրականանում եւ առաջիկայում նաեւ բուն շինարարական process-ը կմեկնարկի, այնպես որ այս թաղամասը, ինչպես Գյումրիում այլ թաղամասեր, նորմալ տեսք ունենան, գյումրեցիներին արժանի միջավայր կդառնան։ Իսկ թե երբ է հստակ ժամանակացույցը աշխատանքների մեկնարկի, նախարարը չի նշում։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, Հայկ Կապրելյան այսօր։